Եթերում Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության Զինուշ հեռուստածրագրի շաբաթօրյա թողարկումն է։ Բարև ձեզ։ Նախ ներկայացնենք պաշտոնական լրահոսը։ Փետրվարի 19-ին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սերժան Օհանյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-վրացական բազմակողմ համագործակցությանը վերաբերող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր։ Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարը դեսպանին շնորհակալություն է հայտնել հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար եւ հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում։ Փետրվարի 15-ին զինված ուժերում հանդիսավորությամբ մեկնարկեց 2016 թվականի ուսումնական առաջին փուլը։ Այդ օրը զորամասերում անցկացված հանդիսավոր միտինգներին մասնակցել են Պաշտպանության նախարարության զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմի ներկայացուցիչները։ Նոր ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ Զինուշ հեռուստածրագիրը շնորհավորում է ազգային բանակի զինծառայողներին եւ մաղթում արդյունավետ ու ձեռքբերումներով լի ուսումնական գործընթաց։ Զինված ուժերում ձմեռային ուսումնական փուլի մեկնարկը տրված է, այդ արդիվ զինծառայողներին իր բարեմաղթանքները հղելու նպատակով փետրվարի 15-ին խաղաղապահ բրիգադ էր այցելել Պաշտպանության նախարար Սերժան Օհանյանը։ Ողջույն ձեզ։ Նոր առաջադրանքներ ու խնդիրներ զինված ուժերում ուսումնական գործընթացի պահանջները լիարժեքորեն ու սահմանված ժամանակահատվածում կատարելու համար։ Ուսումնական փուլի մեկնարկով զորամասերում վերսկսվում են զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված տեսական ու գործնական պարապմունքները։ Այս ամենի արդյունքում կրթվում ու դաստիարակվում է հայ զինվորը, որպես հայրենիքի պաշտպան, կատարելագործվում են նրա մարտավարամասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, ամրապնդվում է զինծառայողի մարտունակությունը։ Ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ շնորհավորելով զինանձնակազմին, Պաշտպանության նախարար Սերժան Օհանյանը նշեց, որ հայկական զինված ուժերը օրեստօրե կատարելագործում են իրենց մարտավարամասնագիտական կարողությունները։ Յուրաքանչյուր խնդրի մեջ գաղափար ներդնելով հայկական բանակում վերջնականապես ձևավորվում է գաղափարական դաստիարակության այն ուրվագիծը, որի հիմքում պատրաստության հետ մեկտեղ յուրաքանչյուր զինծառայողի անմնացորդ նվիրվածությունն է հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ Հայկական բանակը փառապանծ ճանապարհ է անցել, կազմավորելով մեզ պարտադրված պատերազմական իրավիճակում մենք կարողացել ենք ոչ միայն տարբեր մարտադաշտերում հաղթանակներ կերտել, այլ նաև զբաղվել զինծառայողների ուսուցմամբ, անհատական պատրաստությամբ, ստորաբաժանումների դաշտային վարժվածության աստիճանի բարձրացմամբ, որոնք էլ հիմք են հանդիսացել, որ մեր բոլոր կառույցները հաղթանակներ են կերտել մեր մարտական գործողությունների տարբեր ռազմադաշտերում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև փաստեց, որ հայկական զինուժը խաղաղապահ առաքելություն առաջին հերթին իրականացնում է պետական սահմանում, եւ այդ փորձն է, որ հայոց բանակին հնարավորություն է տալիս նաև երկրագնդի տարբեր հատվածներում նոր հաջողություններ արձանագրել, ապացուցել, որ հայկական զինուժը ոչնչով չի զիջում աշխարհի առաջատար բանակներին։ Ժամանակակից աշխարհաքաղաքական իրադարձությունները, զարգացումները եւ ընդհանուր առմամբ մեր տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված անվտանգության միջավայրը եւ այն սպառնալիքները, որոնք որ գոյություն ունեն, ստիպում է մեզ, որպեսզի մենք ոչ միայն ազգային երաշխիքներ ձևավորենք, այլ նաեւ միջազգային երաշխիքների համադրմամբ ապահովենք մեր ընդհանուր անվտանգության մակարդակը եւ այդ է ստիպում, որ մենք բացի մեր առջև դրված խնդիրներից անվտանգային խնդիրներ ենք իրականացնում այսօր երկրագնդի տարբեր հատվածներում եւ այդ գործում իր ուրույն դերը մեծ նշանակությունը ունի խաղաղապահ ուժերի բրիգադան։ Համոզմունք հայտնելով, որ մեկնարկած նոր ուսումնական տարին ոչ միայն կամրապնդի նախկինում ձեռք բերվածը, այլև առավել կբարձրացնի զինված ուժերի մարտունակությունը, խաղաղապահ բրիգադի հրամանատար գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանն էլ ընդգծեց, որ զինծառայողների արհեստավարժությունը առավել բարձրացնելու եւ միջազգային ասպարեզում նոր հաջողություններ արձանագրելու համար խաղաղապահ բրիգադը 2016 ուսումնական տարում իր համար որդեգրել է «Կերտում եմ խաղաղություն, պատրաստ լինելով պատերազմի» կարգախոս։ Ուստի խաղաղապահները ջանք ու եռանդ չեն խնայելու իրենց առջև դրված խնդիրները պատշաճ մակարդակով կատարելու համար։ Շնորհավորանքներին ու բարեմաղթանքներին հաջորդած զինծառայողների հանդիսավոր քայլերթով էլ եզրափակվեց զինված ուժերում նոր ուսումնական փուլի բացմանը նվիրված տոնական միջոցառումը։
Ուսումնական փուլի մեկնարկին պաշտպանության նախարարը բոլոր զինծառայողներին կոչ արեց բարձր առաջադիմություն ցուցաբերել եւ հատկապես ուշադրություն դարձնել մարզումների վրա, առաջնորդվելով առողջ մարմնում, առողջ հոգի սկզբունքով։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր օրինակով է ցուցադրել, թե ինչպես կարելի է վարժվել եղանակային պայմաններին ու առողջ ապրելակերպ վարել։ Առողջության ու երկարակեցության գաղտնիքը վաղուց բացահայտված է, այն է մարզվել ու ֆիզիկապես կոփված լինել։ Սա գուցե հնարավոր չէ կանոնավորապես իրականացնել քաղաքացիական կյանքում, մինչդեռ զինվորական ծառայությունն ամենաօգտակար շրջանն է ֆիզիկական պատրաստության համար։ Զինծառայողի ֆիզիկապես պատրաստված լինելը միանգամից մի քանի խնդիր է լուծում, սահմանված ժամանակից արագ իրականացնել առաջադրանքները, մարտի դաշտում լինել թելադրող, կարողանալ փրկել զինակիցների կյանքը։ Նրանք ուժեղ են, հզոր, անխոցելի, այսպիսի հնարքներին տիրապետելը սոսկ ցանկության հետևանք չէ, այն շուրջօրյա մարզումների ու սահմանված կարգին հետևելու շնորհիվ է։ Նկատելի արդյունքի հասնելն անհնար է առանց հրամկազմի հետևողական ու ամենօրյա ջանքերի, հենց նրանց հետևողական աշխատանքի արդյունքում են թրծվում ու ֆիզիկապես առնականանում մեր զինծառայողները, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը լինի միայնակ թե ստորաբաժանման կազմում, դժվար իրավիճակից դուրս գալու ելք գտնի եւ գլխավորը երբևէ ու որևէ առողջական խնդիր չունենա։ Մինչև ծառայության հասնելը ես զբաղվել եմ սպորտաձևով, տեյքվոնդո, մարզարվեստով։ Սպորտը իմ կյանքի մի մասն եմ համարում։ Ստեղից նույնպես հնարավորություն է տրված զբաղվել սպորտով, ավելի հմտացնել իմ կարողությունները։ Ռազմիկի համար մարզումներն առօրյայի անբաժանելի մասն են, անգամ հանգստի ժամերին երբեմն այցելում է մարզասրահ, կոփվում։ Նա վստահեցնում է, որ ֆիզ պատրաստությունը թույլ է տալիս թեթև ապրել ու չափազանց հավասարակշռված լինել։ Հատկապես որ տրվել է ուսումնական փուլի մեկնարկը, այնպես որ պետք է ֆիզ պատրաստության մակարդակը հասցնել առավելագույնի։ Մենք այստեղ ամեն ինչ անում ենք, որպեսզի կոփենք մեր մարմինը եւ առողջ ապրելակերպ վարենք։ Ձմեռային ցուրտ ու բացասական ջերմաստիճանի պայմաններում, երբ զորամասի ցանկապատից այն կողմ բոլորը վերարկուներով են անցուդարձ անում, զինծառայողները կիսամերկ վազում են կիլոմետրեր առանց դադարների ու ցուրտը զգալու անցնում են սահմանված վազքողին։ Զինված ուժերի բոլոր ստորաբաժանումների ֆիզ պատրաստության հարցերը գտնվում են Պաշտպանության նախարարի անմիջական ուշադրության կենտրոնում։ Սեյրան Օհանյանը զորամասեր կատարած հերթական ու անակնկալ այցերի ընթացքում դիտարկում է զինվորների մարտունակությունն ու իր օրինակով հորդորում ակտիվ կյանք վարել առողջ ու անհաղթահարելի լինելու համար։ Պաշտպանության նախարարը գլխավոր շտաբի պետի տեղակալը սպաներ ու զինվորներ սառցեպատ ավազանում են։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահեցնում է, որ մշտական պարապմունքների արդյունքում սառցե ավազանն անգամ սովորական է թվում, երբ մարմինը վարժվել է ջերմաստիճանի տատանումներին։ Մարդու մոտ որ սա սովորություն է դառնում, արդեն անդադ ուզում ես։ Ես օրինակ առանց սառը ջրի չեմ կարողանում եւ այդպես է կոփվում պողպատը։ Ուսումնական փուլի ընթացքում, որ հրամանատարից մինչև շարքի վերջին զինվորը առողջ ու ֆիզիկապես ուժեղ լինեն։ Մեկ անգամ չէ, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ռեկորդներ են սահմանվել, որոնք արձանագրվել են Գինեսի գրքում։ Ռազմաուսումնական հաստատության սաներն այսօր էլ պատրաստվում են նորովի ցուցադրել իրենց ունակությունները։ Մասնակցել եմ համաբանակային զինված ուժերու եզրափակիչ մրցմանը, խմբային արդյունքում գրավել ենք առաջի տեղը, սահմանելով 2 բանակային ռեկորդ։ Թե ինչպես այս կուրսանտը դարձավ ռեկորդագիր, մտերիմները գիտեն, իր առջև խնդիր դրեց ու կատարեց անթերի, նույն տեմպով էլ շարունակում է, որպեսզի հաջորդ ռեկորդը նույնպես իրենը լինի։ Զինված ուժերի ֆիզիկական պատրաստության բաժինն արդեն իր թանգարանն է համալրում մրցանակներով, մեդալներով, գավաթներով, որոնք վկայում են միջազգային հարթակներում հայկական եռագույնի բարձրացման ու ազգային բանակի հեղինակության մասին։ Զինվորին ֆիզիկական պատրաստությունը հենց մարտական խնդիրների կատարելագործման ու կատարման ամենալավ երաշխիքն է։ Զինվորը ֆիզիկապես պատրաստ չլինի նման խնդիրները կատարելու, իհարկե չի կարող կատարել։ Դրա համար զինվորը պետք է ամեն օր առավոտյան կոփի իր մարմինը, ոնց որ մենք ասում ենք, առողջ մարմնում, առողջ ոգի։ Իդեպ զինված ուժերում վերջին տարիներին ակտիվ պայքար սկսվեց ծխելու դեմ, հիմնական միջոցն էլ դարձավ ծխելը ֆիզիկական վարժություններով փոխարինելը։ Այսպես դժվար է մեկնաբանել այն աշխատանքը, ինչ արեց զինուժի հրամանատարությունը, որի արդյունքում հազարավոր երիտասարդներ դադարեցրին իրենց վատ սովորույթն ու անցան առողջ ապրելակերպի, դրանով իսկ վարակելով մյուսներին։
Մեծաքանակ զինծառայողներ հրաժարվեցին ծխելուց, մեծ քանակով զինծառայողներ ակտիվորեն սկսեցին մարզվել տարբեր տարաբնույթ սպորտով եւ հիվանդացության վրա դա իր ակնհայտ ազդեցություն թողեց։ Մենք ունեցանք ինֆեկցիոն բնույթի հիվանդությունների թվի խիստ նվազում։ Ընդ որում զինուժի բժիշկ մասնագետներն այս ակցիան անցկացրին ոչ միայն զինծառայողների, այլև քաղաքացիական այն անձանց շրջանում, ովքեր այցելում են զինվորական հոսպիտալներ։ Սա բանակ հասարակություն անխախտ կապի եւս մեկ դրսևորում է, որն իր դրական արդյունքն է տալիս։ Մոտավոր հաշվարկներով յուրաքանչյուր ծխող օրվա ընթացքում ծախսում է 1 ժամ ժամանակ 1 տուփ ծխելու համար։ Ուսումնասիրությունները պարզել են, որ յուրաքանչյուր գլանակ կարող է կրճատել մարդու կյանքը 1 օրով։ Այս ամենի մասին պետական մակարդակով է ուշադրություն դարձվում։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը սահմանում է ֆիզիկական պատրաստություն անցնելու ամբողջ ընթացքը, ընդ որում գնդի ֆիզիկական պատրաստության եւ սպորտի պետի աշխատանքային պարտականություններից մինչեւ զինծառայողների առողջության պահպանումն ու ամրապնդումը։ Հոդվածներում հատկապես շեշտվում է զինծառայողի ֆիզիկական զարգացումը որպես իրենց զինվորական պարտքի կատարման նախապատրաստական կարևոր եւ անբաժան մաս։ Ենթականների առողջության նկատմամբ հրամանատարի հոգատությունը նրա հիմնական պարտականություններից մեկն է։ Զինծառայողների առողջության պահպանումն ու ամրապնդումը իրագործում են հրամանատարները ծառայության եւ կենցաղի պայմանների առողջացման միջոցառումների անցկացմամբ, պարբերական կոփմամբ, ֆիզիկական պատրաստությամբ եւ մարզական կանոնավոր պարապմունքներով, սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային եւ բուժ կանխարգելիչ միջոցառումների իրականացմամբ։ Զինծառայողների կոփումը ֆիզպատրաստությամբ եւ սպորտով զբաղվելն իրականացնում են շրջապատող միջավայրի ֆիզիկական գործոնների կտրուկ փոփոխությունների, զինծառայության առանձնահատկությունների եւ մարտական խնդիրների կատարման հետ կապված պայմանների նկատմամբ նրանց օրգանիզմի տոկունության բարձրացման նպատակով։ Ֆիզիկական պատրաստությանն ու առողջ ապրելակերպին ուղղված աշխատանքները սկսվում են հենց այստեղից, Պաշտպանության նախարարության վարչական համալիրից։ Պաշտպանության նախարարի անձնական օրինակով ու անմիջական ուշադրության ներքո եւ հենց այստեղից էլ հասնում են հեռավոր զորամասեր ու մարտական հենակետեր։ Զինծառայողների կոփումը պետք է անցկացվի սիստեմատիկաբար եւ անընդհատ ջրային, արեգակնային եւ օդային գործոնների համալիր օգտագործման ճանապարհով, դրանք զուգակցելով ֆիզպատրաստության եւ մարզական պարապմունքների հետ։ Զինծառայողների կոփման հիմնական միջոցներն են ամենօրյա բացօթյա ֆիզիկական վարժությունները, մինչեւ գոտկատեղ սառը ջրով լվացումը կամ կարճատև սառը ցնցուղի ընդունումը, կոկորդի ողողումը սառը ջրով, ինչպես նաեւ քնելուց առաջ ոտքերը սառը ջրով լվանալը, ձմռանը դահուկային մարզումների եւ պարապմունքների անցկացումը, որոշ աշխատանքների կատարումը թեթև հագուստով, ամռանը մարզական զանգվածային միջոցառումների եւ պարապմունքների անցկացումը, որոշ աշխատանքների կատարումը թեթև հագուստով, արևի լոգանքի ընդունումը եւ լողը բաց ջրամբարներում պարապմունքներից ու աշխատանքից ազատ ժամանակ եւ հանգստյան օրերին։ Սպորտի եւ ֆիզիկական պատրաստության պարապմունքներն իրականացվում են առավոտյան մարզանքի, ուսումնական պարապմունքների, մարզական զանգվածային աշխատանքների ժամանակ, զինծառայողների ուսումնամարզական գործունեության եւ ինքնուրույն մարզումների ընթացքում։ Պարապմունքների շրջանում կատարվում են ֆիզիկական վարժություններ, մարզումների զանազան ձևեր օգտագործելով, զորատեսակին զինծառայողների պատկանելիությունը, նրանց տարիքը եւ առողջական վիճակը հաշվի առնելով։ Այնպես որ 2016 թվականի առաջին ուսումնական փուլը կարելի է եւ անհրաժեշտ է անցկացնել առողջ մարմնով ու մեծ եռանդով։ Շարունակում ենք ուսումնական առաջին փուլի մեկնարկի թեման։ Ազգային բանակի 2 զորամասերում էլ այդ կապակցությամբ կազմակերպած հանդիսավոր միջոցառումների ներկա է եղել նաև զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովը, ով իր բարեմաղթանքներն է հղել զինծառայողներին, անցած ուսումնական տարվա ընթացքում բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած սպաներին էլ խրախուսել է արժեքավոր նվերներով եւ գերատեսչական մեդալներով։ Փետրվարի 15-ին հանդիսավոր պայմաններում մեկնարկեց զինված ուժերի 2016 թվականի ուսումնական փուլը։ Զինծառայողներին քաջալերելու, ինչպես նաև նոր ուսումնական փուլի կապակցությամբ բարեմաղթանքներ հղելու նպատակով ազգային բանակի ռազմաավիացիոն զորամասերից մեկում անցկացված հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովը, համոզմունք հայտնելով, որ մեկնարկած ուսումնական տարին ոչ միայն կամրապնդի նախկինում արձանագրված հաջողությունները, այլև նոր, առավել բարձր սանդղակի վրա կդնի ազգային բանակի մարտական պատրաստականությունը, Յուրի Խաչատուրովը զինծառայողներին մաղթեց նորանոր նվաճումներ ու ձեռքբերումներ։ Նկատելով, որ ուսումնական փուլի մեկնարկի օրը համընկել է Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրսբերման 27-րդ տարեդարձի հետ, Յուրի Խաչատուրովը, ով ինքն էլ մասնակցել է այդ պատերազմին, վերհիշեց խորհրդային բանակի օդաչուների կողմից աֆղանական պատերազմի տարիներին իրագործած սխրանքները։
Փաստելով, որ նրանց անձնուրաց ծառայության շնորհիվ փրկվել են հազարավոր զինծառայողների կյանքեր, գլխավոր շտաբի պետը հավելեց, որ այդ նույն առաքելությունն այսօր իրականացնում են մեր ազգային բանակի օդաչուները, ովքեր օպերատիվ արձագանքելով ոչ միայն փրկում են օգնության կարիք ունեցող զինծառայողների կյանքերը, այլև հարկ եղած դեպքում պատրաստ են անձնուրաց պաշտպանելու հայրենիաց երկրի սահմանները։ Հանդիսավոր միջոցառման ավարտին շնորհակալություն հայտնելով հայրենիքի անվտանգության ապահովման գործում ներդրած ջանքերի համար Յուրի Խաչատուրովը 2015 թվականի ուսումնական տարվա ընթացքում բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած զինծառայողներին պարգևատրեց արժեքավոր նվերներով եւ գերատեսչական մեդալներով։ Այս շաբաթ Յուրի Խաչատուրովը հետևեց նաև ուսումնական փուլի առաջին օրերին ազգային բանակի զորամասերում ընթացող պարապմունքներին։ Աշխատանքային շրջայցի ընթացքում զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հանդիպեց նաև զորամասերի սպաներին, տվեց անհրաժեշտ ցուցումները, նշեց այն հանձնարարականները, որոնց կատարմանը վերջիններս հարկ է որ դարձնեն առավելագույն ուշադրություն։ Շնորհակալություն հայտնելով բարեխիղճ ծառայության համար Յուրի Խաչատուրովը ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողներին պարգևատրեց արժեքավոր նվերներով, հորդորեց ամենայն լրջությամբ մոտենալ մարտական հերթապահության գործընթացին, լինել զգոն եւ աչալուրջ։ Զորակոչի ավարտից հետո զինված ուժերում մեկնարկած 2016 թվականի ուսումնական առաջին փուլի ընթացքում նորակոչիկները բնականաբար ձեռք կբերեն զինվորական մասնագիտացումներ, իսկ մյուս զինծառայողները կկատարելագործեն մարտավարամասնագիտական իրենց ունակությունները, պատմում է Հարություն Չակմիշյանը։ Զինված ուժերի բոլոր զորամասերում ուսումնական փուլի մեկնարկը տրված է, սակայն մինչ այդ զորամասերում տեղի է ունենում նորակոչիկների երթման արարողությունը, որից հետո նրանք լիարժեքորեն անցնում են ծառայության, ստանում զինվորական մասնագիտություն, ծանոթանում զենքին ու ռազմական տեխնիկային։ Նորակոչիկների երթման արարողությունը տեղի ունենում մինչ ուսումնական փուլը, քանի որ վերջինիս մեկնարկից հետո զինվորները տեղափոխվում են իրենց հիմնական ստորաբաժանումներ շարունակելու հետագա ծառայությունը։ Ուսումնական փուլի մեկնարկը տրվում է նախորդ տարվա արդյունքների ամփոփմամբ։ Իմի են բերվում ձեռքբերումներն ու նկատված թերությունները, որոնց վերացման համար նոր խնդիրներ են դրվում սպաների ու կրտսեր հրամանատարական կազմի առջև։ Նոր ուսումնական փուլը ազդարարվում է զինվորական երթով, միտինգով, որի ընթացքում զինվորականները շնորհավորում ու նոր հաջողություններ են մաղթում միմյանց։ 2016 թվականի ուսումնական տարում զինված ուժերը հավատարիմ է մնալու ամենօրյա զարգացման, շարունակական առաջընթացի իր սկզբունքին, տարվա ընթացքում ղեկավարվելով պատրաստված հրամանատար արհեստավարժ բանակ, ապահով հայրենիք կարգախոսով եւ 2016 թվականը հայտարարելով հրամանատարական պատրաստության տարի։ Դիվիզիոն վեր կաց, Նոր ուսումնական փուլի բացումը ուղեկցվում է երրորդյա մարտավարաշարային պարապմունքներով։ Ուսումնական տագնապի ընթացքում զորքը դուրս է գալիս պաշտպանության տեղամաս։ Իրատեսական ստուգում է անցկացվում ծանուցման համակարգի օպերատիվ հերթապաների հետ, մարտական տագնապի դեպքում կենտրոնացման շրջան զորք դուրս բերելու նպատակով։ Մարտավարաշարային մարզումներից ետ չեն մնում նաև նորակոչիկները։ Նրանց համար սա ռազմական գործում առաջին փորձառությունն է։ Սպայական կազմի ու կրտսեր հրամանատարների օգնությամբ նրանք ծանոթանում են տագնապի ժամանակ իրենց գործողություններին ու հմտանում դրանցում։ Ուսումնական փուլի բացումը առաջին անգամ Շիրակի կայազորում ուղեկցվեց ջրորդ ներքի խաչով օրհնության գարքի կատարմամբ։ Էջմիածնի կաթողիկոսարանի թույլտվությամբ խաչը պտտվեց կայազորի բոլոր զորամասերում, եւս մեկ անգամ ապացուցելով, որ հայոց եկեղեցին մեջտապես ամուր հենասյուն է եղել հայոց բանակի ու հայոց պետականության համար։ Այսքանով ավարտվեցին ուսումնական փուլի բացման հետ կապված իրադարձությունները։ Մարտավարաշարային պարապմունքների ամփոփումից հետո վեր կհանվեն նկատված բոլոր թերությունները, որոնք կշտկվեն ուսումնական փուլի ընթացքում հրամանատարների ու զինվորների համատեղ աշխատանքի ու հմտությունների միջոցով։ Այժմ տեղափոխվենք Պաշտպանության նախարարության վարչական համալիր, որտեղ փետրվարի 18-ին կայացել է խորհրդակցություն նվիրված զինված ուժերի անձնակազմի համալրման գործընթացին։ Նշենք, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր։ Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ռազմաքաղաքական առկա իրավիճակի պայմաններում կարևորել է խառը սկզբունքով զինված ուժերի համալրման, մասնավորապես բանակում պրոֆեսիոնալ կազմի ներկայությունն ընդլայնելու գործընթացի շարունակականությունը, այդ ուղղությամբ նոր առավել արդյունավետ ծրագրերի մշակումը, զինված ուժերի առջև դրված խնդիրները պատշաճ մակարդակով կատարելու համար։ Խորհրդակցության ընթացքում զինված ուժերը պայմանագրային կազմով համալրելու Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական եւ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ռազմական կադրերի, զորամասերում կրտսեր հրամանատարների եւ մասնագետների պատրաստման ընթացքի, կազմակերպչական հաստիկային աշխատանքների, դրանց առնչվող խնդիրների եւ առաջարկվող լուծումների վերաբերյալ զեկույցներ, պարզաբանումներ են ներկայացրել Պաշտպանության նախարարության զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները։
Մասնավորապես, ծավալուն անդրադարձ է կատարվել զինվորական ծառայության գրավչության ապահովման բաղադրիչներին, պայմանագրային զինծառայողների պատրաստման եւ ուսուցման, նրանց համար սոցիալական նոր երաշխիքների ապահովման հարցերին, որոնց կապակցությամբ Սեյրան Օհանյանը ներկայացրել է իր նկատառումները։ Ուշադրություն բոլոր նրանց, ովքեր փնտրում են աշխատանք։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում գործում է պայմանագրային ավագ սերժանտների ինստիտուտը, որտեղ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայելու համար պատրաստվում են դասակի հրամանատարների տեղակալներ եւ ջոկի հրամանատարներ։ Պայմանագրային ավագ սերժանտների 4-ամսյա ուսումնական դասընթացին կարող են մասնակցել մինչև 25 տարեկան պարտադիր ժամկետային զինծառայություն անցած շարքային կազմի պահեստազորայինները եւ զինված ուժերում մինչև 18 ամիս ծառայած պարտադիր ժամկետային ծառայողները, ովքեր ունեն միջնակարգ կրթություն եւ պիտանի են շարային ծառայության համար։ Ուսումնառության ընթացքում կուրսանտները կստանան 92,000 դրամ ամսական բավարարում, իսկ ուսման ավարտից եւ զորքերում ծառայության անցնելուց հետո 150,000 դրամ աշխատավարձ։ Ծառայության ընթացքում ավագ սերժանտները կօգտվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների համար նախատեսված սոցիալական ապահովման բոլոր իրավունքներից եւ արտոնություններից։ Այսպիսով ձեզ առաջարկվում է պատվաբեր ծառայություն եւ երաշխավորված աշխատավարձ։ Շարունակում ենք թողարկումը։ Պաշտպանական եւ կրթական ոլորտների փոխգործակցությունն ընդլայնվում է։ Այդ մասին է վկայում Պաշտպանության նախարարության վարչական համալիրում օրերս կայացած հանդիպումը, որին մասնակցում էին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ ռազմաուսումնական հաստատությունների ղեկավար կազմի ներկայացուցիչները։ Ներկայացնում է Հովհաննես Պարաշյանը։ Հանդիպման ընթացքում ստորագրվել է Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2016 թվականի համագործակցության պլանը։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ստորագրել են նաեւ պայմանագիր մանկավարժական համալսարանի ուսանողների ուսումնաարտադրական պրակտիկան եւ ուսուցման գործընթացը Պաշտպանության նախարարության մարշալ Արմենակ Համբերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում կազմակերպելու մասին։ Ողջունելով հյուրերին, Սեյրան Օհանյանը նշել է, որ պաշտպանական եւ կրթական ոլորտների փոխգործակցության պլանի շրջանակում անցկացվող միջոցառումները միտված են ռազմական ինստիտուտների եւ քաղաքացիական բուհերի միջև ուսանողների ու դասախոսների շարժունության խթանմանը, բանակ հասարակություն կապի ամրապնդմանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ այսօրինակ ծրագրերը ծառայում են իրենց նպատակին, դրական ազդեցություն թողնելով թե դասախոսների եւ թե ուսանողների ու կուրսանտների հետագա գործունեության, նրանց ստեղծագործական մտքի զարգացման վրա։ Ըստ այդմ Պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ անցկացվող միջոցառումները շարունակական եւ առավել արդյունավետ բնույթ կկրեն։ Փետրվարի 14-ին էլ Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցի սաների հետ։ Ներկայացված դասախոսության ընթացքում Պաշտպանության նախարարն անդրադարձել է պաշտպանական գերատեսչության գործունեության հիմնական ուղղություններին, շեշտելով, որ գլխավոր հարցերից են բանակ հասարակություն կապի խորացումն ու ամրապնդումը։ Պաշտպանության նախարարի հետ հանդիպումը քդետի սաները դեռ երկար կհիշեն ու կվերլուծեն։ Սեյրան Օհանյանը քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցի մասնակիցների համար դասախոսություն կարդաց, խոսելով պաշտպանական ու անվտանգային քաղաքականության վերաբերյալ։ Նախարարը կարևորեց ընտանիք, դպրոց, բանակ կապերը, որոնց արդյունքում զինվորը հայոց բանակում կարող է լիարժեք անցկացնել իր ծառայության 2 տարիները։ Այս առումով զինված ուժերը վերջին տարիներին ակտիվ աշխատում են, յուրաքանչյուր դպրոցի կցագրելով մեկ զորամասի եւ սերտ համագործակցության սկիզբ դնելով։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ շեշտեց հատկապես բարեփոխումների փաթեթը, որով հայկական բանակն օրեցօր առաջընթաց է ապրում, հավասարաչափ զարգացնելով բոլոր ուղղությունները հայրենի երկրի անվտանգությունն առավելագույնս ապահովելու համար։ Սեյրան Օհանյանն այդ աշխատանքների ծավալի եւ բարձր ցուցանիշների առումով ընդգծեց հատկապես 2015 թվականը, որի ընթացքում զինված ուժերը վերելք են ապրել։ Ինչ վերաբերում է հակառակորդի կրակոցներին ու դիվերսիաներին, ապա ամեն ինչ արվել է, որ հայ դիրքապահների հենակետերն ու խրամատները հնարավորինս անվտանգ լինեն։ Դրա հիմքում ըստ Սեյրան Օհանյանի ընկած է խելացի պաշտպանության գաղափարը, որ ըստ էության միտված է սահմանն անխախտ պահելուն եւ նվազագույն կորուստներով հակառակորդի հարձակումը կասեցնելուն։ Վերջին տարիներին մենք մեր գործունեության մեջ հիմք ենք ընդունում խելացի պաշտպանություն, փոքր ուժերով մեծ խնդիրներ կատարելու, հրամանատրում առաջադրանքով հայեցակարգերի իրականացում, այսինքն կգա ժամանակ, որ մեր երիտասարդությունը իր խելացի ուժը, ներուժը, գիտելիքները օգտագործի, որպեսզի մենք
առանց ուժի կիրառման, խելացի քաղաքականության, խելացի պաշտպանական քաղաքականության մենք իրականացնենք մեր երկրի անվտանգությունը։ Այնուհետև ըստ ոլորտների խոսելով կատարված աշխատանքների մասին Սեյրան Օհանյանը փաստեց, որ առաջին հերթին շեշտվել է արդարության եւ ազնվության սկզբունքը, ինչի արդյունքում զինծառայողները բարձր մակարդակով են կատարել հայրենիաց եզերքի պաշտպանությունը։ Ազնվությունն ու արդարությունը լուծում են չափազանց կարևոր խնդիր, հիմք դնելով ավելի բաց ու հրապարակային գործունեությանը։ Մենք վերացրել ենք սուբյեկտիվ բոլոր մոտեցումները, կողմնապահությունները եւ կադրային նշանակումների ժամանակ բացառապես մարդու գիտելիքներն են, հմտությունները, ունակությունները, նրանց կազմակերպչական ջիղը։ Պաշտպանության նախարարն այնուհետև անդրադարձավ պաշտպանական կառույցի միջազգային կապերին, հատկապես ՀՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը, ինչպես նաեւ դպրոցի սաներին տեղեկացրեց, որ 2016 թվականը հայտարարվել է հրամանատարական պատրաստության տարի, որով պետք է խթանել յուրաքանչյուր հրամանատարի կողմից ռազմական գիտելիքների պաշարն առավել հարստացնելու գործընթացը։ Մոտ 3 ժամ տևած դասախոսության ընթացքում Սեյրան Օհանյանը պատասխանեց ՔԴԴ-ի մասնակիցներին հետաքրքրող հարցերին։ Նախարարը դպրոցի մասնակիցներին նվիրեց հայկական բանակին վերաբերող գրքեր եւ ուղերձներ, որոնցում մանրակրկիտ ներկայացված են մեր զինուժի անցած ուղին, ձեռքբերումներն ու մարտահրավերները։ Ինչպես գիտեք, սահմանված կարգի համաձայն յուրաքանչյուր ամիս Պաշտպանության նախարարության վարչական համալիրում կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն։ Եվ ահա փետրվարի 17-ին Պաշտպանության նախարարն ընդունել է նախապես ցուցակագրված մի խումբ քաղաքացիների։ Մանրամասները ներկայացվող տեսանյութում։ Ընդունելությանը մասնակցող ազատամարտիկների, զինծառայողների ընտանիքների անդամների, զոհվածների հարազատների, Պաշտպանության նախարարին ուղղված դիմումներն ու հարցերը բազմաբնույթ էին եւ առավելապես վերաբերում էին սոցիալական եւ ֆինանսական ոլորտներին։ Ծանոթանալով ընդունելությանը մասնակցող քաղաքացիների խնդիրներին եւ նրանց դիմումներին, ինչպես նաեւ լսելով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումներն ու դիտարկումները, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնարարեց քննարկել եւ համապատասխան լուծումներ տալ դիմում խնդրանքներին։ Բարձրաձայնված հարցերի որոշ մասին էլ հենց տեղում տրվեց դրական ընթացք։ Փետրվարի 15-ին լրացավ Աֆղանստանի Հանրապետությունից խորհրդային զորքերի դուրսբերման 27-րդ տարեդարձը։ Այդ կապակցությամբ աֆղանական պատերազմի վետերանների միության անդամները մեկտեղվել էին հաղթանակ զբոսայգում, հարգանքի տուրք մատուցելու պատերազմի ընթացքում զոհված հայ ռազմիկների հիշատակին։ Միջոցառմանը մասնակցել է նաև զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։ 1989 թվականի փետրվարի 15-ին խորհրդային բանակի վերջին զինծառայողը դուրս եկավ Աֆղանստանի Հանրապետությունից։ Այդպիսով փաստացի վերջ տրվեց տասնամյա պատերազմին։ Հայրենական մեծ պատերազմից 2 անգամ ավելի երկար տևած պատերազմը ավարտվեց առանց լիակատար հաղթանակի, քանի որ խորհրդային միությունը այդպես էլ չհասավ իր առջև դրված գերխնդրին։ Աֆղանստանում խորհրդային միությանը ենթակա իշխանության հաստատմանը։ Աֆղանական պատերազմին մասնակցել են հազարավոր հայեր, նրանցից շուրջ 100-ը այդպես էլ չվերադարձան հարազատ օջախներ։ Եվ ահա, նրանց հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար աֆղանական պատերազմի վետերանները փետրվարի 15-ին մեկտեղվել էին հաղթանակ զբոսայգում գտնվող հուշահամալիրի մոտ։ Միջոցառմանը ներկա էին եւ հուշահամալիրին ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին նաեւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, Աֆղանական պատերազմի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանը, այլ բարձրաստիճան զինվորականներ, վետերաններ։ Ոգեկոչման արարողության ավարտին վետերանները խոստացան այսուհետ եւս անել առավելագույնը վառ պահելու համար աֆղանական պատերազմի ընթացքում զոհված մեր հայրենակիցների հիշատակը, հանրությանն իրազեկել այդ պատերազմի տարիներին հայ զինվորականների գործած սխրանքների մասին։ Պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը փետրվարի 13-ին մեկնել է Գերմանիա, որտեղ նախապատրաստական վարժանքներ անցնելուց հետո հայ զինծառայողները կտեղափոխվեն Աֆղանստան, խաղաղարար առաքելություն իրականացնելու։ Մեր խաղաղապահների ճանապարհման արարողությունն անցկացվել է Զվարթնոց օդանավակայանում։ Փոխգնդապետ Ռուբեն Պապյանի հրամանատարությամբ գործող հայ խաղաղապահների նոր հերթափոխը Զվարթնոց օդանավակայանում է։ Տղաները նախ կտեղափոխվեն Գերմանիա, կանցնեն 3 շաբաթյա նախապատրաստական դասընթացներ եւ վարժանքներ, այնուհետև 6 ամսով կտեղակայվեն Աֆղանստանի Մազարի Շարիֆ ավանում գործող միջազգային խաղաղապահ ուժերի զինավանում։ Հայ խաղաղապահները պատասխանատու կլինեն պարեկային ծառայության իրականացման, անցակետերի անվտանգության ապահովման, զանգվածային անկարգությունների, ամբոխների կառավարման ու պահակախմբերի ուղեկցման համար։
Ավելացնենք, որ Հայաստանը խաղաղապահ առաքելություններին միացել է 2001-ին, իսկ անմիջական մասնակցություն ունի 2004 թվականից։ Մինչ օրս հայ խաղաղապահները մասնակցել են 4 առաքելությունների՝ Կոսովոյում, Իրաքում, Աֆղանստանում եւ Լիբանանում։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Բանակային կյանքի լրահոսին կարող եք ծանոթանալ նաև Պաշտպանության նախարարության 3w.mil.am պաշտոնական կայքի եւ 3w.հայզինվոր.am կայքի էջերում։ Մնացեք խաղաղությամբ եւ մինչ նոր հանդիպում։